բազմաթիվ ելույթներում հնչեց հաղթանակ բառը, ուզում եմ հասկանալ եղբայրության պատկերացման որն է հաղթանակը, արդյոք դա Արցախի վերամիավորումն է, կամ Հայաստանի ավելի անկախացումն է, կամ մարդկանց մտքերի ինչ-որ փոփոխությունը։ Այդ մեկ, երկրորդ, արդյոք ներկայ իշխանություններին կարելի է համարել դավաճան, թե անմեղսունակ, թե այլ որակում կարելի է տա, զուտ, եթե նրանք իսկականից դավաճան են, չէին կարող, օրինակ չգիտեմ, միջանցքը միանգամից տալ, կրծնել, ինչ-որ պատճառաբանություն գտնել։ Եվ երրորդ, դուք դրամահավաքի հայտարարել Նժդեհի կոթողի համար, արդյոք հնարավոր է այդ անխիկ ներդրում անել, որտեղ ինչ-ինչ պատճառներով փոխանցում չեմ կարող անել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, ես երևի նստած եթե պատասխանեմ չեք նեղվի, ուրեմն հաղթանակի մասով նախ, հաղթանակ այո նկատի ունենք եւ շատ կոնկրետ հաղթանակ, որովհետեւ եթե միանգամից ասեմ, Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը ոչ ոք չի շղթել այս աշխարհում, դա հնարավոր էլ չի շղթել, դա համամարտկային իրավունք է, հիմա մանրամասները թե ինչպես, ոնց, երբ եւ այլն, սա արդեն մենք չենք կարող այսօր որոշել եւ հաղթանակ իհարկե լայն իմաստով, սա էլ է շատ կարեւոր, լայն իմաստով մենք ասում ենք հաղթանակ եւ վերելք, որովհետեւ պարտությունը ինքնին ռազմական պարտությունը, այսպես ասած աշխարհի վերջը չի, շատ ժողովուրդներ են ռազմական պարտություն կրում, կարող է թե ինչպես ես դու ռեակցիա տալիս այդ պարտությունը, Ադրբեջանն էլ է պարտություն կրել, մենք էլ ենք մեր պատմության մեջ պարտություններ կրել դու պարտություն կարող ես կրես եւ ընդունես դա որպես քո հոգեբանություն, քո հիմք, քո գաղափարախոսություն, բայց կարող է հակառակը դու պարտությունից բխած շատ անգամ վերելքներ են լինում, այդ ու մշակութային վերելք, մենք այս լայն իմաստով նաեւ նկատի ունենք, օրինակ ես կարող եմ բերել հենց նույն ցեղասպանությանը հետևած տարիներին, մենք ունեցանք եւ արևմտահայ եւ արևելային միջավայրում վերելք, մշակութային վերելք, արժեքներ ստեղծվեցին, սա յուրահատուկ պատասխանն էր ազգի այդ մարտահրավերի, այսօր մենք նաեւ այդ նպատակին պետքա ձգտենք որ մենք ոչ թե ընկճվենք, ոչ թե չգիտեմ ինչը, բայց մենք պետք է այդ վերելքը ունենք, բայց հաղթանակի առումով, այո, նաև քաղաքական եւ ռազմական իմաստով, որովհետեւ դա ոչ թե մեր, ասպես ասած, ցանկությունն է կամ չցանկությունը, դրանից չի կախված։ Այս ճանապարհը, որ մեզ ասում են դե կլինի խաղաղություն, չգիտեմ եւ այլն կայուն չի լինելու, սա մեզ պարտադրվելու է այդ պայքարը, միևնույնն է, որովհետեւ նաև եւ համաշխարհային իրավիճակը հաշվի առնելով եւ ընդհանուր որտեվ անհնար է դու անընդհատ ազգային ինքնությունը ճնշես եւ ինքը ի վերջո չպատասխանի միշտ այդպես է լինում ինքը դանդաղ է արձագանքում հաճախ բայց անպայման արձագանքում է եւ ես շատ եմ ուզում ելի շարունակելով այդ նույն սերունդների թեման ես շատ եմ ուզում որ իմ տղաները նույնպես ապրեն զգան որ այդ քաղցրությունը ինչքան քաղցր է երբ որ դու հաղթող ազգի ներկայացուցիչ ես ես դա զգացել եմ իրանց տարիքում համարը դպրոցական եմ ես դա զգացել եմ ես դա երբեք չեմ մոռանա դա իմ կյանքի ամենաֆունդամենտալ հիշողությունն է մնալու որից ես երբեք չեմ հրաժարվում եւ մենք պետքա այո ձգտենք դրան այդտեղ ամոթ բան այսպես ասած չկա մյուս հարցը ես կարճ ասեմ ու մասիսին փոխանցեմ իմ կարծիքը ասեմ որտեղ միշտ իմ ընկերներիս ասում եմ սա ի սկզբանե հարցը անդադ քննող ինձ համար լրիվ մեկ է քաղաքականության համար է լրիվ մեկը դավաճան չի գիտակցված արե չգիտակցված արդյունքն է կարևոր քաղաքականության մեջ եւ մի բան շեշտեմ որ ես ասում եմ նույնիսկ իմ համար եթե դավաճան չի այլ ուղակի այսպես ասած ապիկարություն ավելի վատ է լուրջ եմ ասում ավելի վատ է որովհետեւ դավաճանը հասկանալով ինչ անում գոնե կարաս հույս ունենաս որ մի օր խիղճը կզարթնի հետ կֆռա իսկ եթե ապիկարա չի հասկանում ավելի բետար քաղաքականության մեջ հիմարությունը դավաճանությունից իմ կարծիքով, սա իմ սուբյեկտիվն եմ ասում, ոչ թե մարտական, դավաճանությունից ավելի վատ է նույնիսկ։ Նախ դավաճանության մասով, եթե մինչև 21 թիվը հնարավոր է մտածել, որ կարճ ասած ոտներին գցեցին, դրանից հետո հետևողական է 4 տարվա, 5 տարվա ընթացքում ինչ կատարել են, դրանից հետո շատ էլ ուզենանք չեն կարող ապիկար համարենք դրա անունը դավաճանություն է ու վերջ։ Երբ որ ինքնության դեմ են սկսում կռիվ տալ, դա ուրիշ կերպ չի կարելի մեկնաբանել։ Ինքնության դեմ կռիվը դա դավաճանություն է։ Ուղիղ։ Մենք ամեն օր ռեժիմով տնում ենք իրենց դավաճանությունը Հայաստանի Հանրապետությանը, նաև կարելի ասել թշնամությունը, ոչ միայն դավաճանությունը, այլ նաև թշնամությունը, թշնամաբար են տրամադրված Հայաստանի Հանրապետության հայ մարդու, հայ ինքնության հանդեպ։
Նժդեի մասով էլ ասեմ, Նժդեի հուշարձանի գերեզմանի հետ հուշարձանի հետ կապված, որ հնարավոր է աշխատում ենք խուսափենք կանխիկ գումարի հետ գործ ունենալուց, որովհետև փորձել ենք թափանցիկ ներկայացնել ամեն ինչը, եթե հնարավոր տարբերակ կա այլ մարդկանց միջոցով բանկային փոխանցում կատարել միաբանություն հիմնադրամին, նման տարբերակում ավելի լավ կլինի, բայց եթե տարբերակներ չկա, կանխիկով կարող ենք վերցնել գրանցել ու մուտք անել արդեն տեղում։ Շնորհակալություն։